Եվրամիությանը մերձենալուն զուգընթաց Երևանն անխուսափելիորեն ստիպված կլինի ընտրություն կատարել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Փաստը մնում է փաստ, Հայաստանը վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած օրենքներն ու նորմերը կհակասեն ԵԱՏՄ կանոններին ու պարտավորություններին, նշել է նա։ Լրագրողի այն դիտարկմանը, թե ստեղծվում է հակասական իրավիճակ, քանի որ փաստացի Հայաստանը կարող է լինել Եվրամիության անդամ, իսկ ԵԱՏՄ-ից նրան հեռացնել չեն կարող, Պեսկովը արձագանքել է, որ այս հարցում որևէ թերասացություն չկա եւ ամեն ինչ բացարձակապես հասկանալի է ու թափանցիկ։ Նա շեշտել է, որ դեպի Եվրամիություն շարժվելը Հայաստանի բացարձակ սուվերեն իրավունքն է, սակայն երկիրը չի կարող եւ չպետք է դա անի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսների հաշվին։ Պեսկովի խոսքով Հայաստանը այդ գործընթացը պետք է իրականացնի բացառապես իր սեփական միջոցներով։ Ռոսպոտրեբնadzորը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել ջերմուկ հանքային ջրի 64.5 միլիոն շշի վաճառքը, հայտնել է Գերատեսչության մամուլի ծառայությունը։ Որոշումը պատճառաբանվում է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի խախտումներով։ Ռուսական կողմի պնդմամբ ստուգումների ընթացքում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների եւ սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում։ Ըստ ռուսական գերատեսչության տարեսկզբից Չեսնի Զնակ համակարգն արդեն արգելափակել է ջերմուկի 38.4 միլիոն շշի վաճառքը։ Ռումինիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը հայտարարվել է persona non grata անցանկալի մարդ երկրում, իսկ հյուպատոսությունը կփակվի, ասել է Ռումինիայի նախագահը։ Ավելի վաղ ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա, ինչի հետևանքով 2 մարդ վիրավորվել էր, իսկ մոտ 70-ը տարհանվել։ Անօդաչու թռչող սարքը թռել էր Ռումինիայի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ։ Թեհրանը պատրաստվում է զարգացնել այլընտրանքային առևտրային միջանցքները, այդ թվում Ռուսաստանից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոչ է արել արագացնել բոլոր համապատասխան համաձայնագրերի իրականացումը եւ օգտագործել հարևան երկրների հնարավորությունները, բացի Ռուսաստանից այդ թվում են Պակիստանը եւ Ադրբեջանը։ Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասում ապրող հայ ընտանիքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Տանը հնչած կրակոցների մասին ահազանգից հետո իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու, կնոջ եւ 2 երեխայի մարմին։ 30-ամյա մայրը կրակել եւ սպանել է իր 2 երեխային, ապա նրանց հորը, ինչից հետո վերջ է տվել նաեւ իր կյանքին։ Սպանված երեխաներից մեծը 2 տարեկան տղա է, իսկ փոքրը 6 օրական նորածին աղջիկ։ Դեռևս պարզ չեն դեպքի մանրամասները։ Հարևաններից մեկը նշել է, որ երբեք չի ընտանիքին վիճելիս եւ որևէ նախազգուշացնող նշան կամ խնդիր չի նկատել։